Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը մտահոգված է կաթողիկոսի դեմ Փաշինյանի սկսած արշավով։ Ստրասբուրգում ԵԽԽՎ-ն ընդունել է վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը անվանումով բանաձև, որտեղ էլ շեշտել են այս մտահոգությունը։ Ադրբեջանին վերաբերող հատվածում վեհաժողովը մտահոգ է ոչ միայն երկրում մարդու իրավունքների վիճակի վատ թարացման համար, այլև անդրադարձել է Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցներին և կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր հայերին։ Ազգային ժողովի փոխնախագահ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ, իսկ Ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի նախագահ։ ԵԽԽՎ նոր նախագահ է ընտրվել ավստրիացի падգամավոր Պետրա Բայերը, Ստրասբուրգում է նաև արտգործնախարարը Արարատ Միրզոյանը, մասնակցելու է ԵԽ անդամակցության 25-ամյակին նվիրված միջոցառում։ Հունվարի 28-ին նախատեսված է նրա ելույթը ԵԽ խորհրդարանական վեհաժողովում։